Հրավիրել Ազատության հրապարակում, տուն քանդողի թևից բռնում վռնդում են Հայաստանը մեր տունն է, վռնդենք տնաքանդին կարգախոսով, հանրահավաքի պահանջը մեկն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այս պահին հանրահավաքի մասին ավելի մանրամասն կխոսի Արամ Սարգսյանը։ Պարոն Սարգսյան, օրակարգում Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, նաև եթե չեմ սխալվում ստորագրահավաք եք սկսելու, դա որքանով կարող է նպաստել գործընթացին հրաժարականին։ Առաջին հերթին ասեմ, օրակարգում նաև Արցախահայության սոցիալական խնդիրների եւ նրանց վերադարձի իրավունքի պաշտպանությունը, նաև այն, որ որևէ մեկը իրավասու չի արցախցիների փոխարեն որոշել, որ այն Արցախը այլևս Հայաստան չի կամ հայկական չի։ Սա նույնպես այդ հարցերին նվիրված մենք ունենք ելույթներ։ Երկրորդը, ինչ վերաբերում է ստորագրահավաքին։ Մեր առաջարկը շատ հստակ է։ Մենք ասում ենք, որ ոչ թե հրաժարվում ենք, ասենք, փողոցային պայքարից կամ որևէ մի այլ ձևից։ Այո, մենք ասում ենք, որ դա շատ մեծ նշանակություն կունենա համախմբվածության համար։ Դա կլինի հանրապետության ամբողջ մակարդակով եւ դա կնշանակի, որ 200,000 ստորագրություն հավաքելու դեպքում հանրաքվեի կդրվի նրա վստահության հարցը։ Ես կարծում եմ Նիկոլը ինքը պետք է շահագրգիռ լինի, որ տեսնի իրականում ինչ վստահություն ունի ժողովրդի կողմից։ Եվ երրորդը, այն, որ քաղաքական ուժերը կարող են այդ ընթացքում համախմբվեն հենց այդ գաղափարի շուրջ, առանց որևէ մի այլ քաղաքական այս կամ այն դրդապատճառները պատճառ բերելով։ Եվ հետո սա նույնպես տեսեք ինչ է, ժողովուրդը ինքը կզգա, որ ինքը ուժ է։ Եթե տեսնի, որ իրոք ոչ թե միայնակ է, ոչ թե 10 հոգով են, այլ հազարներ են, որոնք որ նույն կարծիքն են հայտնում, այդ պարագայում ես կարծում եմ, որ իսկապես կլինի այդ համախմբվածությունը։ 200,000 ստորագրություն հավաք։ Այո, բայց դա մի քաղաքական ուժի գործունեության արդյունք չի կարող լինել։ Եք չէ, նաև նախատեսում, եթե մենք ուզում ենք առաջիկայում հրավիրել քաղաքական ուժերին։ Ես զարմանում եմ իհարկե, որ մեր այսպես ասած քաղաքական մյուս գործընկերները ավելի այսպես անտարբեր են բոլոր այս հարցերի առումով, ամեն մեկ ուզում է իր բնակարանում միայն զբաղվի իր գործերով։ Ես դա համարում եմ շատ սխալ մոտեցում, բայց ամենայն դեպս մենք հիմա կհրավիրենք այդ կլոր սեղանը եւ եթե իրականում ընդդիմադիր են եւ իրականում ուզում են, որ այս իշխանությունը շատ ավելի շուտ հեռացվի, ուրեմն պետք է նշանակի, որ գան եւ քննարկենք այդ գաղափարը։ Եթե ունեն այլ առաջարկներ, մենք պատրաստ ենք այդ առաջարկները քննարկելու, բայց միևնույն է, ոնց ուզում եք արեք, ճիշտը նա է, որ սահմանադրական նաև այդպիսի նորմա օգտագործվի եւ դա բերի նրան, որ իրականում որևէ մեկը չասի, թե սա լեգիտիմ ձև չի, սա ուրեմն դա ժողովրդի իրական պահանջն է։ Ոնց էր ասում Նիկոլը, թողան իմ դուռը թակեն, դե պատկերացնեք 200,000 դուռը թակող լինի, այդ դռնից ինչ կմնա։ Սա է հարցը, այնպես որ մեր խնդիրը միայն մեկն է, առաջարկել եւ փորձել համախմբել։ Պարոն Սարգսյան, դուք դիմել եք ՀՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, նամակ եք հանձնել մեր պատանդների գերիների հետ կապված, արձագանքը կա այդ երկրների։ Մենք միայն գիտենք, որ Ռուսաստանից մենք ստացանք, որ մեր նամակը ուղղվել է արտաքին գործերի նախարարություն, այո, մենք սպասում ենք այնտեղից